Անցած կիրակի Փաշինյանը պատարագի չգնաց, այլ ՔՊ-ի ուրախ ավտոբուսով կուսակցական քարոզարշավի էին դուրս եկել։ Իրականում պետական բյուջեի հաշվի նախընտրական քարոզչությամբ էին զբաղված։ Մեզ հասած տեղեկություններով Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել arczepiskopos Քարամյանը հրաժարվել է եկեղեցու դեմ պայքարի գաղափարից։ Զանգահարեցինք թեմի առաջնորդին, խնդրեցինք մի քանի հարցի պատասխանել։ Այս պահքի շրջանում հարց մի տվեք, բերեք ես օրհնեմ ձեզ եւ ձեր ընտանիքը խաղաղվեք։ Ասաց նա ու անջատեց հեռախոսը եւ այլևս մեր զանգերը մնացին անպատասխան։ Իրենց տված ուխտը ուրացած Փաշինյանի եկեղեցու բարենորոգման ծրագրին միացած տիրադավները թերևս սկսում են գիտակցել, որ Փաշինյանը պարտվել է հայ եկեղեցու դեմ պայքարում։ Հոգևորականների մեծամասնությունը հայ ժողովուրդը եկեղեցու կողքին են։ Ուստի չի բացառվում, որ առաջիկայում որոշ եպիսկոպոսներ էլ իրենց որոշումներում հետողորմի անեն։ ՔՊԱ-ականները չնայած վերջին օրերին բառի բուն իմաստով պորոտախոսությամբ են զբաղված եւ հայտարարում են, թե հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն են ստանալու, սակայն իրականում մեր իշխանական աղբյուրները չեն թաքցնում, որ մեղմ ասած ահաբեկված են իրական սոցհարցումների արդյունքներից եւ որոշ ընդդիմադիրների օրեցօր աճող ռեյտինգից։ Փաշինյանի թիմի թիվ 1 Ահուսար Սափը իհարկե գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական միավորն է։ Պարզվում է Փաշինյանն իր կուսակցության որոշ անդամներին հրահանգել է մարզերում հետախուզական աշխատանքներ իրականացնել եւ պարզել, թե ինչ սկզբունքով ու մեթոդներով է աշխատում Կարապետյանի թիմը, խոցելի են արդյոք եւ ինչպես կարելի է կասեցնել նրանց ընթացքը։ Սակայն ուսումնասիրություններից պարզել են, որ կուսակցաշինական աշխատանքների մասշտաբներն այնքան մեծ են, որ անգամ ՔՊ-ի հաշվարկով, եթե այսպես շարունակվի, ընտրողների մոտ կեսը կարող է ներգրավված լինել Կարապետյանի համակիրների շարքերում։ Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ համապետական ընտրությունների քարոզարշավ սկսած ՔՊ վերնախավը մեր տեղեկություններով այս շաբաթ կիրակի օրերին մտադիր է այցելել Արագածոտնի եւ Շիրակի մարզեր։ Լինելու են Գյումրիում եւ այդ փաստից ՔՊ-ում լարված են, որովհետեւ հասկանում են, որ հայրաքաղաքում մի շարք հանգամանքներով պայմանավորված իրենց չեն սպասում։ Մյուս շաբաթ էլ այցելելու են Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր։ ՔՊ ցուցակի ընտրությունների երկրորդ փուլը հիշեցնեն կայանալու է մարտի վերջին 28-ից 29-ին։ Իրականում իշխանական թիմը ստուգողական նախընտրական այցեր է իրականացնում, որ հասկանա, թե ընտրությունների նախաշեմին մարզերում ինչ տրամադրություններ են տիրում եւ դրանից կախված քայլեր ձեռնարկի։ Ասենք, եթե պարզվի, որ կենսաթոշակների բարձրացումը բավարար չէ, ապա ինչ սոցիալական ծրագրեր ու աջակցություն են ակնկալում տարբեր մարզերի բնակիչները, ինչ հռետորաբանություն է պետք կիրառել եւ այլն։ Եկեղեցու եւ վեհապարի դեմ արշավում թայմ-աութ վերցնելու պատճառը ըստ որոշ տեղեկությունների Սևանի եկեղեցու պատարագն է եղել, որին առանց նախապատրաստվելու մասնակցելով Նիկոլ Փաշինյանը հույս է ունեցել, որ իրեն տեսնելով քահանան կվախենա ու կզեղչի կաթողիկոսի անունը։ Սակայն կարելի ասել թարսապտակ է ստացել, քանի որ պատարագ մատուցող քահանան չի շեղվել կանոնական կարգից եւ հնչեցրել է կաթողիկոսի անունը։ Փաշինյանն այդ պատարագը ըստ իր շրջապատի ծանր է տարել եւ հասկացել, որ իր հակաեկեղեցական գործողությունները դրական ընկալում չեն գտնում հանրության մեջ։ Ուստի թիմին ասել է, որ նախընտրական շրջանում պետք է մոռանան այս թեմայի մասին, այն նկատառումով, որ եթե ընտրություններում հաղթեն, Կտրիչ Ներսիսյանը մնալու շանս չունի, ինքնակամ կհեռանա։